Ապաշտություն, թալան, դավաճանություն, չարություն, նենգափոխություն, Երբ որ պայքարը ընդհանուր մարում է, ինչպես հիմա եղավ, եւ 5 տարի շարունակ ցավոք սրտի մենք պետք է ասենք, որ տարբեր ուժերը երբեմն հենց հատուկ մարեցրել են պայքարը, կհանդգնեմ նման բան ասել։ Այնուամենայնիվ ես գիտեմ, որ պարբերաբար, նույնիսկ փոքրիկ կայծերով հնարավոր է վերականգնել պայքարը։ Ես նաեւ հասկանում եմ, որ հիմա եղանակային պայմաններն էլ թույլ չեն տալիս, որ մեծ պայքար լինի, բայց ես վստահ եմ։ Շատ շոկ է, հա, երևի։ Դե շոկի ինչ որ մարդիկ գոնե միգուցե դրա համար։ Համենայն դեպս Քարտում եք մարդկանց գործի վրա, շատ լավ եղանակահրաշալի քայլելու համար միանալի առավոտյան հով է միանշանակ։ Նորից, ես ինձ հաթող անեն միանշանակ, մենք անընդհատ բոլորին հանդես են գալիս կոչով, կոչ ենք անում մարդկանց, որ իրենք ակցիա անեն, անընդհատ ասում ենք, չեք ուզում մեզ միանանք, մենք կոչ ենք անում, որ հենց մեզ միանանք, մենք կոչ ենք անում, որ ակցիաներ անեք, մենք կոչ ենք անում նաև, որ ընդդիմությունը, եթե չի կարողանում առաջնորդել պայքարը, վայր դնի մանդատները վերջապես եւ դուրս գա ազգային ժողովից։ Դուրս գա եւ համարենք, որ մի տարի բանը մնացել, մենք այս տարում կարող է Սյունիքը կորցնենք։ Ու ընդ որում մենք շատ հնարավոր է, որ շատ շուտով կկորցնենք Սյունիքը, որովհետեւ 5 տարի շարունակ մենք տեսնում ենք, թե ինչպես էր Նիկոլը տարբեր բաներով կոծկում լուրջ բաները, փոխում էր մարդկանց ուշադրությունը եւ միանգամից կարողանում էր անել այն, ինչ որ փաստացի անում էր։ Դուրս կան փողոցային պայքարի, հա, մանդատները։ Այո, դուրս կան փողոցային պայքարի։ Հիմա տեսեք, մարդիկ ասում են, որ փողոցային պայքարը արել ենք, բայց չի հաջողվել։ Ոչ, երբևիցե հաստատակամություն չի դրսևորվել։ Բոլոր ցույցերի մենք մասնակցել ենք, փոքր ցույցերի, մեծ ցույցերի բոլորին մասնակցել ենք եւ հստակ տեսել ենք այն հաստատակամությունը, որ Նիկոլը իր կեղծ հեղափոխությամբ իբր թե դրսևորեց, իրենք չեն դրսևորում։ Եվ դրա համար ամբողջ հետապալվում են։ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի եկեղեցու եւ եկեղեցականների դեմ արված հայտարարությունները, թե ընդհանրապես պահանջում եք, որ հրաժարական ներկայացնի։ Տեսեք, 5 տարի շարունակ մենք անընդմեջ Նիկոլի դեմ պայքարում ենք հայտարարելով, անվանելով իրեն դավաճան, անվանելով իրեն հանցագործ, քրեական օրենսգրքի մի շարք հոդվածները ոտնահարած, սահմանադրությունը ոտնահարած եւ ազգի պատիվը փաստացի ընդհանրապես կործանած մարդ։ Այնուամենայնիվ, այժմ ինքը այն վերջի հնարավոր գիծը հատեց, որի բացատրությունները ինքը ընդհանրապես չունի։ Այսինքն, եթե առաջ ինքը ինչ-որ բաներով փորձում էր նենգափոխությամբ բացատրություններ ներկայացնել եւ ցավոք սրտի հանրության ինչ-որ խավի վրա դա ազդում էր, ապա այժմ
ոչ մի ձևով ինքը չի կարող բացատրություններ Այդ ներկայացնել։ գրառումից հետո ի աջակցություն եկեղեցու մեկ անգամ արդեն իսկ ակցիա եղել է այստեղ, Այո։ բայց դրանից հետո շարունակվում են գրառումները, այսօր եւս Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է եկեղեցուն արդեն Եվ վեհապարին։ ինչով եք պայմանավորում, որ այն ամենայնիվ հասարակական արձագանք չի լինում, այստեղ օրինակ դուք 3 հոգով եք, Այո։ 3 միլիոն բնակչությունից։ Ահա, տեսեք, առաջինը ինձ համար երբևիցե քանակը խնդիր չէր։ Ցավոք սրտի 18 թվականին, երբ որ չնայած որ ես ընդդիմադիր էի, բայց 18 թվականին ինձ համար ակնհայտ էր, որ ամբողջը արվում է հենց Արցախը հանձնելու համար, եւ դրա համար 18 թվականին ես չեմ մասնակցել ու ես տեսել եմ, թե ինչպես մարդիկ զուտ խաղի համար սկզբից, հետո ինչ որ թույլտվության, թողտվության եւ այլնի պատճառով դուրս են գալիս փողոց, եւ մենք տեսնում ենք, թե ինչպես ամենացածր խաղը մեկ էլ փակում էր փողոցները։ Այդպես մենք տեսանք, թե ինչպես կարողանում են ավերել ամբողջ երկիրը, երբ որ խոսում են մեծամասնությունը։ Մենք խնդիր չունենք մեծամասնությամբ։ Մենք այսքանով շատ ավելի շատ ենք ներկայացնում ազգը, քան այն մեծամասնությունը, որ ընդհանրապես թմբիրի մեջ է։ Գալով իմ հարցին, հա, շարունակում։ Ահա, հիմա գալով ձեր հարցին, ես մի հատ բան ասեմ, որ երբ որ հատում են կարմիր գիծը, ու երբ որ այսօր արդեն դժողքի դեսպանվել եկել է, ես մտածում սա Նիկոլի վերջն է։ Ես մտածում եմ, որ եթե հիմա ինքը ինչ-որ քայլեր չձեռնարկի, մինչև աշուներ ինքը չի դիմանա։ Ձեռնարկվում է, կրթվել է նորաձև է, ասում է ովքեր հարցեր ունեն, կարող են գալ մասնակցել, անվճար է, բոլոր հարցերի պատասխանները կստանան եւ այլևս չեն ասի, որ Շատ կներեք, եթե ինձ սխալ հասկացաք, իրա միակ ձեռնարկելը դա գնալ նստել բանտ ու ասել ես պետք է ներկայացնեմ իմ ամբողջ մեղքերը, խոստովանեմ, թե ինչքան միլիարդ ինձ տվել է Ադրբեջանը, որպեսզի ես հանձնեմ Արցախը, թե ինչ եմ արել, որպեսզի 18 թվականին կարողանամ զավթեմ իշխանությունը, թե ինչ եմ արել, թե ինչպես եմ թալանել ամբողջ Հայաստանը։ Սա է իր ձեռնարկության հնարավոր տարբերակ, ուրիշ ոչ մի տարբերակ ինքը չունի։ Այս պահին միակ բանը իր դա նստել Բերդ եւ ամբողջ մեղքերը քավել Բերդում։ Վարչապետ Փաշինյանը գրառում է արել, որ հոգևոր անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է իմանալ զավակ ունի թե չունի կաթողիկոսը, դրա պատասխանը պահանջում են նաև իր կառավարության մյուս անդամները։ Հոգևոր անվտանգության հարցը ձեզ համար որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ այդքան կարևորություն ունի, ունեն սերունդներ մեր կուսակրոն եկեղեցականները, թե չունեն։ Տեսեք, ես հոգևոր զարգացման ճանապարհով գնացող մարդ եմ, ըստ այդմ ես գիտեմ, որ եթե ես լինեի մեր եկեղեցականների տեղը, ես ընդամենը կասի անառակ որդի ավելի խորը բաների մասին մտածի, բայց քանի որ այս պահին ես զուտ հայ ազգն եմ ներկայացնում, ես զուտ որպես հայ եմ հանդես գալիս, բայց նաև որպես մասնագետ, ես գիտեմ, որ այն մարդիկ են սկսում փորփրել մյուսի ներքնազգեստը, ովքեր իրենք իրենցով եւ ոչ մի բանի ունակ չեն, եւ ըստ այդմ ես կկասկածեմ ուրեմն, որ Նիկոլի որդիները եւ զավակները Նիկոլի զավակներն են, եւ ըստ այդմ թող ինքը ավելի շուտ իր կեղտոտ ներքնազգեստը փորփրի եւ չհամարձակվի ընդհանրապես եւ որևէ հոգեվորականի հասցեով իր կեղտոտ բերանով մի բան խոսել։ Այսինքն, որովհետև հոգևորականներն իրականում ձեր կարծիքով որևիցե մեղք չեն գործել եւ այն հարային շրջանում տարածված տեղեկությունները, որոնք առնչվել են որոշ հոգևորականների, օրինակ իրականության հետ աղերս չունեն, թե պետք չի այդ մասին խոսել։ Օրինակ ինչու եւ ինչպես օրինակ ինչ-որ մի հոգևորական Բենթլի ձեռք բերել, այդ մասին չպիտի խոսալ։ Տեսեք, առաջինը ես համարում եմ, որ հոգևորական դաշտը ինքը պիտի պատժի նրանց, ովքեր որ խախտում են իրենց կողմից վերցված կանոնները, ամենևին ոչ հասարակությունը եւ ոչ պետությունը, որովհետեւ եթե հասարակությունն է կամ պետությունն է սկսում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, մենք ավերում ենք հիմնականը, մենք ավերում ենք եկեղեցու հիմքերը։ Ինչ վերաբերում է հոգևորականներին, որոնք որ հնարավոր է, որ սխալներ են արել, հատկապես ներքևի մակարդակի հոգևորականները, ապա նրանք այս ազգի մասն են։ Երբ որ պետության գլխին կանգնած է ազգի տականքը եւ ամբողջ ազգը գլորվում է ներքև, ապա ներքև գլորվում են նաեւ նրանք, ովքեր որ տարբեր վայրերում են, այդ թվում միգուցե հոգևորական են եւ միգուցե նրանց մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր որ սխալվել են։ Նրանք կքավեն իրենց մեղքերը եւ կլուծեն հարցերը, բայց դա իրենց ներքին հարցն է եւ ամենևին